Երևանի ավականին ընդունեց տեղական բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության Երևանի 2025-28 թվականների գործողությունների ծրագիրը։ Նշվեց, որ տեղական բաց կառավարումը գլոբալ գործընկերության հարթակի մի ենթաճյուղ է, որի շրջանակում անդամակցում են ավելի քան 70 երկիր եւ 100 տեղական իշխանություն։ Երևանն այս հարթակում հանձնառությունը ստանձնել է 2022-ին։ Այն հնարավորություն է տալիս ներկայացնել Երևանի նորարարական մոտեցումներն ու բարեփոխումները։ Գործողությունների առաջին ծրագիրը ներկայացվել է, երկրորդը ենթադրում է 4 գործողություն։ Հավաքվել է մոտ 200 առաջարկ։ 4 գործողություններ ներառում են մասնակցային բյուջետավորմանը, ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրմանը, մոդել Երևան պիլոտային ծրագրի իրականացմանը, ինչպես նաև թվային տրանսֆորմացիային եւ թվային երկվորյակի ստեղծմանը։ Նշվեց նաև, որ ստեղծվում է մի միջավայր, որտեղ հանրությունը կմասնակցի ծախսերի պլանավորմանը եւ ծրագրերի առաջնահերթությունների ընտրությանը։ Ավինյանի խոսքով ծրագրային բյուջետավորման հստակ ձևակերպումները ներառվել են նաև Երևանի թիմ նախագծում, որն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Առաջարկ հնչեց զարգացման ծրագրում ներառել Ծիծեռնակաբերդի խճուղին 3 մետրով լայնացնելու վերաբերյալ։ Ծիծեռնակաբերդի խճուղի փլուզված հատվածում ամրացման աշխատանքները ավարտվել են, բայց այնուամենայնիվ հարակից հատվածներում նույնանման ռիսկը դեռ առկա է, դրա համար ամբողջապես այդ հատվածը չի բացվել։ Իսակ Վարշակունյաց ծրագիրը, որի մրցույթը, եթե չեմ սխալվում, կայացել է, շինարարության մրցույթը արդեն իսկ կայացել է եւ արդեն իսկ մենք մեծ հավանականությամբ այս տարի պետք է մտնենք շինարարության փուլ։ Թվայնացման առնչությամբ հարցին ի պատասխան Ավինյանը հայտնեց, որ երկուշաբթի հայտարարելու են ես նախագծի նոր հարթակի մասին, որտեղ արդեն իսկ գրեթե բոլոր ծառայությունները կլինեն թվայնացված դեռևս վեբ ֆորմատով։ Մինչև տարեվերջ ըստ քաղաքապետի բոլոր ծառայություններն էլեկտրոնային տարբերակով կլինեն հասանելի։ Մինչև տարվա վերջ պլանավորում ենք, որ ես հարթակը ունենա հավելվածներ եւ Android-ի եւ iOS-ի համար։ Ինչ վերաբերում է հատուկ սպասարկման հողակին, անպայմանորեն հարցին կանրադառնանք ոչ միայն բուն թվայնացման մասով, այլև կանրադառնանք նաև հենց բիզնես պրոցեսների պարզեցման մասով, որտեղ որ հնարավոր է։ Օրինակ, մասնավորապես, եթե ինչ-որ մի թուղթ ուզում ենք, բայց այդ թուղթը կարող ենք մեր interoperability հարթակից ստանալ, egg-ից ստանալ ավտոմատ կերպով, վստահորեն հենց այդպես էլ կանենք։ Քննարկվեց 1991-ից 2025 դպրոցների մանկապարտեզների օտարման գործընթացը ուսումնասիրելու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի խոսքով նախորդ տասնամյակներում համայնքային գույքեր, տարածքներ օտարվել են, հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ Խնդիրը առկա է եւ այդ խնդիրը տարիներ շարունակ հանրության մեջ խոսակցությունների մակարդակով եղել է, անհրաժեշտ է որպեսզի Երևանի ավականին իր դիրքորոշումը հայտնի, վերջերս նաև էլի շատ է քննարկվում մանկապարտեզների թեման եւ կարծում ենք, որ անհրաժեշտություն կա մեր հանրությանը լավ իրազեկել, ինչ է իրականում տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել, ում կողմից, ում համար, ինչ վնաս է կրել դրանից համայնքը, ինչ գույքային վնաս է կրել եւ ինչպիսի հերթեր են գոյացել։ Ազգային առաջընթաց խմբակցության առաջարկով ուսումնասիրության ժամանակաշրջան է ընտրվել 1991-ից 2025 թվականը։ Սկզբում ընտրվել էր 1996-ից 2018 թվականը, հաշվի առնելով, որ Երևանում թիմերը ձևավորվել են 1996-ից։ Մինչև 2018-ն էլ ընտրվել էր, քանի որ ըստ Արմեն Գալջյանի 2018-ից հետո այդպիսի գործեր չեն եղել։ Հանձնաժողովը բաղկացած է լինելու 12 անդամից, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Մայր Հայաստան խմբակցությունը հրաժարվել է մասնակցությունից։ Հանձնաժողովը կգործի 6 ամիս։ Հնարավոր է որոշ փաստերի հայտ գալու պարագայում իրավական հետևանքներ լինեն հարցին ի պատասխան նշվեց, եթե նման փաստեր լինեն, կներկայացվեն դատախազություն։ Եթե ընդունենք ինչ-որ մի բան է բարձում, ասենք 98, 99, 2000 կամ էական չի երբ, ու դրա վաղեմության ժամկետը անցել է։ Հետևաբար ստացվում է, որ դա իրավական ոչ միայն հետևանք չի ունենալու, նպատակը ինչն է, օրինակ գնալ այդ մանկապարտեզները գտնել, ասել ես մարդն հրապարակել եւ վերջ, կան հարուցված վարույթներ, պատճառված վնասի հետևանքները վերացնելու համար վաղեմության ժամկետը մեզ չի խանգարում։ Ընդդիմադիր խմբակցությունները ներկայացված նախագիծը համարում են շոու, պոպուլիստական քայլ, պնդում ենթատեքստը քաղաքական է։ Սիրելի երևանցիներ, դուք ապրելով ես քաղաքում, ձեր ամենօրյա գործունեության մեջ լավ տեսնում եք, թե ձեր հարևան, ծանոթ, բարեկամ, հեռու բարեկամ տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ զբաղեցրած եւ զբաղեցնող որ չինովնիկը իր կամ իր հետ փոխկապակցված անձի անունով ինչեր է յուրացրել, որևիցե հանձնաժողով ստեղծելով կամ չստեղծելով, չէ որ այդ ամեն ինչը պետք է դուրս գա ջրի երես,
Եվ այստեղ շատ անկեղծ բացահայտացվեց, որ իրավական տիրույթում այդ գործընթացները կան, այս ամեն ինչը արվում է քաղաքական գնահատական տալու համար։ Առաջարկեցինք ոչ միայն քննենք մանկապարտեզների օտարումը եւ դպրոցների օտարումը, ինչի իդեպ աշխատանքը շատ լավ ժամանակին լրատվության վարչության պետ եղած ժամանակ մեր խմբակցության անդամ Յովսիֆ Կուբացյանը օգնել է եւ մասնակցել է այդ բացահայտումներին 2019 թվականին։ Մենք էլ ասում ենք, եկեք նաեւ ուսումնասիրենք այդ մանկապարտեզների վերանորոգման ծախսերը ոնց են անցկացվել, նաև առաջարկել ենք երկրորդ նամակով, որ պետք է կանաչ գոտիների մասն էլ ուսումնասիրել, իրավական գնահատականը տվեք, եթե ուզում եք ռեալ ուսումնասիրեք, եկենք ամբողջ ընթացքը ուսումնասիրենք այս բոլոր հարցերով։ Հանրային ձայն խմբակցությունը կողմ է նախագծին, համարելով նախկինների, նաև ներկաների հետ փոխկապակցված անձանց բացահայտելու հնարավորություն։ Իլյուստրացիա որ անենք, բավականին շատ բաներ կարող է բացահայտենք, բայց ոչ մեկին հնարավոր է քրեական ինչ-որ պատասխանատվության չկարողանանք կանչենք, բայց մենք միշտ չէ, որ ստեղ ենք լինելու, մենք ստեղ ենք, հետո կգան մյուսները, բայց այս գործընթացը անպայման պետք է տեղի ունենա։ Անդրադառնալով Մայր Հայաստան խմբակցության հայտարարություններին Արմեն Գալջյանը նշեց, ստեղծվում է հանձնաժողով, որը ուսումնասիրելու է քաղաքից խլված գույքերը, ներառելով նաև իրենց կառավարման տարիները։ Չնայած վստահեցնում եմ, որ մեր տարիները այդպիսի դեպքեր չկան, բայց դուք ունեիք հնարավորություն դրան մասնակցել ու չեք մասնակցում ու ամեն կերպ փորձում եք դա դարձնել անիմաստ գործընթաց, ես հավատացում եմ, որ դա ուղիղ հակառակն է լինելու։ Նախագիծն ընդունվեց 35 կողմ 5 դեմ 16 ձեռնպահ ձայներով։ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Արտակ Զեյնալյանի ավականու մանդատը տրվեց Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Երևանի ավականին ամփոփեց 4-րդ նստաշրջանը։ Աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 9-ին։ Մայա Խաչատրյան, լուրեր։